շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը։ Եվ այսպես սկսենք այս հարցից. Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ պատերազմը այլևս սկսված է, պայթել են հրթիռները, միջուկային ներողություն, դեռ միջուկային զենքերի չենք ասել։ Վերջին տեղեկությունների համաձայն ինչ են հաղորդում։ Հաղորդվում է, որ Իրանն այսօր առավոտյան հարված է հասցրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակին։ Նրա ճակատագիրը դեռ անհայտ է։ Հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Եվ ընդհանուր առմամբ ծանոթ եք, թե ինչ է տեղի ունենում, կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տալ, ըստ էության բանակցություններին անմիջապես հաջորդեց այս պատերազմը եւ նաեւ սպանվեց Իրանի հոգեվոր առաջնորդ Խամենեին, իր ընտանիքը, մանկահասակ երեխան, նաեւ կուզեմ այդ մանկահասակ երեխայի մասով է ձեր խոսքը ասեք, երկակի ստանդարտները աշխարհի, մոտեցումը, պատկերացումները եւ իհարկե նաեւ վերջի տեղեկություններից մեկն էլ այն էր, որ Իրանում աղջիկների դպրոցի վրա էր եղել հրթիռային հարված, ինչի հետևանքով 100-ից ավել աղջիկ երեխաներ էին նաև սպանվել։ Համեցեք։ Դե սա այս ամեն ինչը ցույց տվեց Իրանի ներքին խնդիրները, որը կային, այն որ Իրանի իշխանության տարբեր թևերը միասնական չէին, Իրանում այդ միասնականություն չկար, այսինքն բոլորը գիտեին սպառնալիքը որտեղից է գալիս, բայց այդ սպառնալիքի դեմ կոշտ վճռականությամբ պայքարելու մոտիվացիա բոլորի մոտ նույն ձևով չկար։ Ենթադրենք ասենք այդ հեղափոխության պահապանների կորպուսը կոշտ դիրքորոշում ուներ, նախագահ այլ դիրքորոշում, մի քիչ ավելի մեղմ, այսինքն տարբեր թևեր այսպես տարբեր չափի կոշտության, կոշտ մեղմ դիրքորոշում ունեին եւ բնականաբար այս միասնության բացակայության պայմաններում պետք է լիներ սա։ Բանակցությունները ցույց տվեցին, որ այդ բանակցությունները ընդհանրապես քող էին, այսինքն բանակցություններին Իրանին հանգստացնելու համար, որ իբր տեսեք բանակցություններ են գնում, հետեւաբար պատերազմի հավանականությունը հարվածների հավանականությունը փոքրանում է, այսինքն բանակցությունները օգտագործեցին փափուկ բարձ դնելու գլխի տակ եւ հետո հարվածելու համար։ Հիմա Իրանում փաստացի գնում է իշխանության համար պայքար, պրոամերիկյան թևը պայքարում է այսպես ասենք ազգային թևի հետ։ Այդ անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ իրենք Ամերիկայի հետ չեն բանակցելու։ Այսինքն այնտեղ Իրանի ներսում սկսվել է նաև ազգային ազատագրական պայքար։ Եվ կախված նրանից, թե որ թևը կհաղթի, դրանից կախված կվճռորոշ կլինի, թե ռեգիոնում ուժերի ինչ բալանս է լինելու եւ ինչ սպասել ընդհանրապես։ Հետևաբար մոտակա շաբաթների ընթացքում այդ պայքարն է գնալու եւ դրանից կախված կլինի եւ Իրանի ճակատագիրը եւ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը։ Ինչու հիմա եղավ իմ կարծիքով, որովհետեւ սեպտեմբերին սպասվում է Ռուսաստանում պետդումայի ընտրություններ եւ ես ենթադրում եմ, որ այդ եթերում չենք։ Ինչու է եղավ հիմա հարվածը, որովհետեւ սեպտեմբերին Ռուսաստանում սպասվում են պետդումայի ընտրություններ եւ ես ենթադրում եմ, որ իշխանական կուսակցության շարքերով պետդումա են մտնելու հատուկ ռազմական օպերացիան անցած սպաները, որոնք հնարավոր է սկսեն պաշտոններ զբաղեցնել ոչ միայն որպես պատգամավորներ, նաև կառավարությունում, միջին օղակներում եւ այլն, այսինքն սկսեն փոխարինել իշխող վարչակազմը դա միայն Ռուսաստանի նախագահը չի, դա կառավարություն, միջին օղակներ,
կարևոր դեր ունի օրինակ միջին օղակը, այսինքն սկսեն իշխող վերնախավի փոփոխություն, իրականում դա Պուտինն է սկսելու, այսինքն կառավարչական կարևոր պաշտոնները սկսելու են աստիճանաբար զբաղեցնել հատուկ ռազմական օպերացիան անցած սպաները, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի քայլերը եւ դիրքորոշումը բոլոր հարցերով աշխարհում տեղի ունեցող կարգով ավելի կոշտ են դառնալու։ Դե որտեվ ռազմական օպերացիան անցածները իրենք արյուն տեսած հայրենիքի համար կռված եւ այդ կռվի մեջ ըստ էության հղկված, ինչ որ դաստիարակություն նաեւ ստացած հայրենասիրական նկատի ունեմ, մարդիկ են եւ բնականաբար իրենց դիրքերը ավելի կոշտ են լինելու։ Հիմա ԱՄՆ-ն որոշեց չսպասել նրան, որ Ռուսաստանն էլ ներսում իրականացնի մաքրումներ, չիստկաներ եւ չսպասի, որ Ռուսաստանի դիրքորոշումներ կկոշտանա իր հանդեպ եւ ինքը ըստ էության կանխարգելիչ հարված հասցրեց Ռուսաստանի գործընկերներից մեկին, ռազմավարական գործընկերներից մեկին Իրանին։ Իրանը իհարկե ուներ հնարավորություն ավելի այդ հարվածները մեղմացնելու։ Նախկինում Ռուսաստանը առաջարկել էր Իրանին, որ նա կօգնի արդիականացնել եւ լավացնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը։ Իրանը որևէ արձագանք չէր տվել Ռուսաստանի այդ առաջարկին։ Հետո եթե օրինակ նայենք Իրանի համաձայնագիրը Ռուսաստանի հետ եւ Հյուսիսային Կորեայի համաձայնագիրը Ռուսաստանի հետ, դրանք տարբեր բաներ են ըստ էության, որտեվ Իրանի հետ համաձայնագրում ռազմատեխնիկական փոխօգնության եւ համագործակցության մասին կետ չկա։ Այսինքն Իրանը ինչքանով որ պատրաստ էր, ինչքանով որ իր ներսի էլիտաները թույլ են տալիս իրեն բռնել Ռուսաստանի օգնության ձեռքը, այնքան էլ արեցին եւ ըստ էության դա բավարար չէր։ Հիմա մոտակա շաբաթների ընթացքում գնալու է իշխանության համար պայքար եւ ԱՄՆ-ն փորձելու է իշխանության բերել իր թևին, զուգահեռաբար այնտեղ սկսվում է ազգային ազատագրական պայքար, որը իր հերթին փորձելու է վերցնել իշխանությունը։ Քանի որ անմիջապես խոսեցիք նաև ինչու հիմա եւ կապեցիք Ռուսաստանի հետ, Ռուսաստանի նախագահի արձագանքը, խնդրեմ նախ այս բացում է, առանձին ձեր խոսքը ասեք, ինչ աներեք դեր ունի այս մասով Ռուսաստանը եւ ինչ է արել ըստ էության եւ նաև Չինաստանի դերակատարումը, խնդրեմ։ Դե Ռուսաստանի նախագահը մի անգամ ասեց, չեմ հիշում, այս Իրանի հետ կապված էր, թե ոչ։ Այո, դա իր հերթին, բայց մի անգամ նախկինում ասել էր, որ Ռուսաստանը ինքը, ոնց ասեմ, ինքը փրկարար ծառայություն չի, ինքը չի կարող բոլորի փոխարեն գնալ, չգիտեմ, Վենեսուելա գնալ Մադուրոն փրկել, որին գալիս առևանգում են ռազմականացված քաղաքից, գնալ, չգիտեմ, Իրանում, ասենք, էլիտաների չիստկաներ անել, չի կարող դա անել, կամ Սիրիայում 2015 թվականին մտավ 5 ստեղծեց Ասադի համար, որ ինքը այդ համակարգը կարգի բերի, չարեց Ասադը, այսինքն բոլորի փոխարեն հարցեր լուծել չի կարող, բայց ինքը կարող է օգնության ձեռք մեկնել նրանց, որոնք որ իր գլխավոր հակառակորդ ԱՄՆ-ի հետ հակամարտության գործում վճռական են կոշտ քայլեր իրականացնելու։ Հիմա Ռուսաստանի քայլերը կախված կլինի նրանից, թե Իրանում ազգային ազատագրական պայքարը, այսինքն հակաամերիկյան ստեյության թևը կարողանա արդյոք հասնել հաջողության, թե ոչ։ Եթե կարողացավ հասնել, Ռուսաստանը իր օգնության ձեռքը կմեկնի, որովհետև այդ թևը ինքը կուզենա, որ Ռուսաստանը իր օգնության ձեռքը մեկնի։
ըստ էության Ռուսաստանի նախագահի գնահատականը Իրանի հոգևոր առաջնորդի սպանությանը, դա գնահատական էր Տրամպին։ Տրամպի անունը ինքը չի տվել, բայց դուք բառերը նշեցիք ինչ որակումներ է տվել։ Դա Տրամպին է ուղղված։ Այսինքն այդպեսին պետք է լինի մարդը, որ նման քայլի դիմի։ Հիմա ինչ վերաբերվում է այդ դպրոցի խոցելու փաստին։ Այն հրթիռները, որոնք օգտագործել են թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները, դրանք գերճշգրիտ հրթիռներ են։ Լինում է այնպես, որ հրթիռը բաց են թողում, հակաօդային պաշտպանությունը խոցում է եւ բեկորները ընկնում են ինչ որ միտեղ վնասում են։ Նույնիսկ լինում է մարդ է զոհվում։ Բայց կոնկրետ դպրոցի դեպքում, Իրանում աղջիկների դպրոցի դեպքում, դա եղել է նպատակային հարված հենց այդ դպրոցին։ Սա պատժիչ գործողություն է եղել, որովհետև անհնար է, որ ինչ-որ մեկը սխալվի եւ պատահմամբ խփի դպրոցին։ Պրակտիկորեն դա անհնար է։ Սա եղել է պատժիչ գործողություն։ Այսինքն հավաքական արևմուտքը ցույց է տալիս իր վերաբերմունքը այլ ժողովուրդների նկատմամբ։ Դարեր շարունակ այդ հավաքական արևմուտքը զբաղվել է նրանով, որ գաղութացրել է, թալանել է, շահագործել է, սպանել է այլ ժողովուրդների։ Տիրել է նրանց ունեցվածքին, անհնազանդներին ոչնչացրել եւ այլն։ Եվ հիմա, այո, այդ դպրոցին հարվածով հավաքական արևմուտքը ցույց տվեց, որ իրենց համար ամենավերը հենց իրենք են, ինչպես իրենք իրենց անվանում են, մենք բացառիկ ենք, այդ բացառիկությունն է, մնացած ժողովուրդների կյանքը իրենց համար գրոշի արժեք չունի։ Հետևաբար մենք սրանից պետք է եզրակացության գանք, ում հետ գործ ունենք։ Դրա համար երբ որ գիտեք Վենսը եկել էր Հայաստան եւ որոշ անդիմադիր գործիչներից ես լսում էի հորդորներ, որ բաց նամակ գրենք Վենսին, որ քրիստոնյա փոխնախագահ է եկել Հայաստան, որ նա օգնի մեզ վերադարձնել մեր քրիստոնյա եղբայրներին Բաքվի բանտից, դե հիմա տեսանք այդ քրիստոնյա փոխնախագահի վերադասը ոնց 150 աղջիկ երեխայի սպանեց մի դպրոցում։ Մագազակ թորան դեպքն է նաև հիշում եք Մելանիա Թրամփը ժամանակին նամակ էր գրել Ռուսաստանի նախագահին երեխաների հետ կապված։ Ուրեմն ցանկացած պատերազմում խաղաղ բնակչության զոհեր լինում են։ Ռուսաստանը երբ որ հարվածում է, ասենք, քաղաքներին, իրենք ընտրում են թիրախներ, որոնք որտեղ որ քաղաքացիական անձինք չկան։ Նույնիսկ եթե շենքը քաղաքացիական է, ապա Ռուսաստանը համոզվում է, որ այդ շենքը այլևս չի օգտագործվում քաղաքացիական նպատակներով եւ այնտեղ զինվորականներ են, նոր հարվածում է։ Հա լինում են դեպքեր, ցավոք սրտի, երբ որ ասենք հարվածի արդյունքում բեկորներ են թռնում, մի խոսքով այդ հարվածի ածանցյալ պատճառներից զոհվում են մարդիկ, լինում է այդպես, բայց թիրախային հարվածել դպրոցին այդպես Ռուսաստանը չի անում երբեք, որովհետև չի էլ կարող անել։ Հրթիռները ճշգրիտ են, չի կարող, ենթադրենք, հարվածել մի շենքի, բայց եւ այդ հրթիռը շեղվել, չգիտեմ, 200 մետր եւ հարվածել դպրոցին։ Դա պետք է հատուկ կոորդինատներով տաս դպրոցի վրա, որ հարվածի։ Դա հետևաբար նշանակում է, որ ԱՄՆ-ն իր գերիշխանությունը համաշխարհային պահելու համար որևէ բանի առաջ չի կանգնելու։ Ոչ մի բանի առաջ։ Եվ միակ բանը, որից ինքը վախենում է, դա Ռուսաստանի միջուկային զենքն է, վերջ։ Այլ բան վախեցնող չկա։ Ռուսաստանը շատ լավ գիտի, հետևաբար Ռուսաստանը քայլեր է անում հասունացնելու մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն ստիպված հետ քայլ կանի
վախենալով հարվածներ ստանալ Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա։ Եվ այդ օրը գալու է։ Բայց այդ օրը գալու է այն ժամանակ, երբ որ Ռուսաստանում տեղի կունենան ներքին փոփոխություններ։ Այսինքն այն իշխող խավը, որը պատրաստ չի ԱՄՆ-ի հետ կոշտ դիմակայության, իրենք պետք է գնան եւ իրենց փոխարեն պետք է գան դրանք հատուկ ռազմական օպերացիան անցած սպաները, որոնք այդ կոշտ հակամարտությանը պատրաստ են եւ պատրաստ են կոշտ քայլերի։ Այդ դեպքում արդեն հարցը կսկսի լուծվել։ Ուղղակի երեխայի մասով ինչու է շրջապատում, ես էլ եմ ասում, դե պատկերացրեք, հա, ասենք սպանվել է այս հասակ երեխան եւ այլ բազում աղջիկ երեխաներ, այդ ֆաշիստական ստեղծեն այս Թրամփի վարչակազմի կողմից նաեւ եւ ինչ կանեին օրինակ նույն օրինակով, եթե Ռուսաստանի կողմից այսպիսի բան լիներ, այս մասով այս երկակի ստանդարտները իրենց։ Սա Թրամփի վարչակազմը չի, սա ամերիկյան քաղաքականությունն է։ Իրենք ինչ են ասում են մենք բացառիկ ենք։ Մենք պետք է լինենք աշխարհի լիդերը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք ճիշտ ապրելը ոնց է լինում, ճիշտ տնտեսություն կառուցելը ոնց է լինում եւ այլ, մենք ենք։ Եվ եթե ինչ-որ մեկը համաձայն չի դրա հետ, այդ երկրում անում են իշխանապահություն, բերում են իշխանություն, որը դրա իրենց հետ կհամաձայնվի կամ եթե տեսնում են չի ստացվում, ուրեմն դիմում են ռազմական միջոցների։ Եթե դա աներ Ռուսաստանը, առանց այն էլ Ռուսաստանի վերաբերյալ ինչ կեղծիք ասած չեն սարքում։ Հիշենք այն Բուչայի օրինակը, երբ որ մարմիններ բերեցին քաղաքում շարեցին արդեն վաղուց որոնք մարդկանց, որոնք զոհվել էին։ Եվ անունը դրեցին, որ իբր ռուսները մտել ցեղասպանություն են արել։ Էլ չեմ ասում, եթե Ռուսաստանը միտումնավոր հարվածեր, ասենք դպրոցի։ Դա ես դրա մասին ընդհանրապես չեմ ասում, համաշխարհային մամուլը եւ ընդհանրապես բոլորը ինչեր կասեին դրա վերաբերյալ։ Այսինքն ցեղասպան Ռուսաստան եւ այլն նման որակումներ էին տալու։ Հիմա չեն տալիս։ Ինչու՞։ Այս դպրոցի թեման Հայաստանում կտեսնեք նրանք, ովքեր որ խոսում են ուկրաինական երեխաների տառապանքներից կամ ուկրաինական քաղաքների ռմբակոծություններից բերանները ջուր են առնելու եւ այս փաստը 150 եւ ավել երեխաների զոհվելը մի դպրոցում ոչ մեկ ձայն չի անել, նկատի ունեմ նրանք, ովքեր որ Ռուսաստանին ինչ որ տարբեր հարցերում մեղադրում են, որտեղ այնինչ թույլատրված է ԱՄՆ-ին, թույլատրված չէ Ռուսաստանին, այդքան բան։ Այս իրողությունը ցույց է մեր անգամ հյուրերից Նահապետյանն ասաց, որ սա պետք է նաև Ռուսաստանը տեսի, թե իրապես ինչ մահացու է Ամերիկայի հետ գնալ բանակցությունների։ Իհարկե, այս բանակցությունները ԱՄՆ-ն օգտագործեց խաբելու համար Իրանին, հանգստացնելու, որ չի հարվածելու եւ հարվածեց։ Այստեղից հետևություն, որ Ամերիկան օգտագործում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունները Ռուսաստանի նկատմամբ հարձակում նախապատրաստելու համար։ Բայց քանի որ Ռուսաստանում էլ շատ լավ դա հասկանում են Ռուսաստանի նախագահը, ինքն էլ իր հերթին այդ ժամանակը, որ այդ բանակցություններում ընդհանուր կորցնում են, ծախսում են, Ռուսաստանը իր հերթին օգտագործում է այդ հարվածից պաշտպանվելու եւ հակահարձակման անցնելու համար։ Այստեղից հետևություն, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ոչ միայն մոտիկ չեն պայմանավորվելու, իրանք հեռու են եւ իրենց դիրքորոշումները գնալով հեռանում են։ Եվ միջև լուրջ կռիվ չլինի իրենց միջև կամ կռվի հավանականություն մեծ, իրենք համաձայնության չեն գալու։ Այն ֆիլմերում երևի տեսած կլինենք, որ մեկին շրջապատում են մի 10 հոգով, անկյուն են մտցնում եւ արդեն պետք է սպանեն։ Մեկ էլ այդ մարդը հանկարծ գրպանից հանում է նռնակը, կալցոն քաշում է եւ վերջ։ Որ պայն ինքը կալցոն քաշեց, կապ չունի արդեն դիմաց 10 հոգի է, 20 հոգի է, իրենք դառնում են հավասար ստատուսով, որտեղ կալցոն պայթեց, զոհվելու են բոլորը։ Եվ այդտեղ արդեն գալիս է հոգեբանությունը, ով է ավելի շատ պատրաստ զոհվելու, ով չէ։
Այմա գալու է մի պահ, երբ որ Ռուսաստանը այդ կալցուն քաշելու է, այդ կալցուն լինելու է ստրատեգիական միջուկային զենքի տեսքով։ Եվ այդտեղ արդեն կտեսնենք ում նյարդերը ավելի պինդ են՝ Ռուսաստանի թե Միացյալ Նահանգների։ Չինաստանը միայնակ ոչինչ չի կարող անել, այստեղ ինքը առանց Ռուսաստանի օգնության ոչինչ անել չի կարող։ Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը արդեն իսկ որոշակի բանակցություններ վարում է Իրանում ձևավորվող այդ ազգային հակաամերիկյան ազգային ազատագրական պայքարի այդ թևի հետ։ Մենք դրա մասին չգիտենք, բայց ես ենթադրում եմ, որ հնարավոր է, որ արդեն վարում են։ Եվ ասում եմ, այս մոտակա շաբաթները իրականում Իրանում նոր իշխանության ձևավորման շաբաթներ են լինելու։ Եվ կախված նրանից ով կհաղթի, կախված կլինի եւ Իրանի ճակատագիրը եւ ամբողջ ռեգիոնի։ Չինաստանը իհարկե միայնակ չի կարող անել ինչպես ասացի, բայց Ռուսաստանի հետ միասին դա կարող են անել։ Եթե Իրանում ազգային ազատագրական պայքարի թևը հաղթեց, ապա Իրան, Ռուսաստան, Չինաստան հակաամերիկյան այդ փոխգործակցությունը կարող է դառնալ ԱՄՆ գերիշխանության վերջի սկիզբը։ Այսինքն ԱՄՆ-ն իրականում վաբանկ է գնում։ ԱՄՆ-ն էլ է վաբանկ գնում։ Ինքը ուժեղ է, բայց ինքն էլ է վաբանկ գնում։ Ինքը հասկանում է, որ եթե ինքը չհարցակվի, ապա իր համաշխարհային գերիշխանության հարցն է դրված լինելու սեղանին եւ դրա չլինելու հարցը։ Բայց մյուս կողմից էլ, եթե հարձակվում է, ռիսկեր կան, որ ինքը կարող է ուղղակի շատ վատ վերջաբանով այդ իշխանությունը համաշխարհային կորցնել։ ԱՄՆ համար լավագույն լուծումը կլինի, որ ինքը կամավոր գնա այդ իշխանությունից հրաժարվելու ճանապարհով, պայմանավորվի մյուսների հետ, Ռուսաստանի եւ մյուսների հետ։ Եվ ինքն էլ մնա կարևոր դերակատար համաշխարհային քաղաքականության մեջ։ Եթե կամավոր, եթե ոչ կամավոր, ապա ասել եմ, ԱՄՆ վախճանը լինելու է նույնքան ավելի ցավոտ, քան ԽՍՀՄ փլուզումը։ Դրա համար ինքը այլ ճար չունի, ինքը կամ պետք է հարձակվի, կամ պետք է կամավոր հրաժարվի։ Հիմա ինքը ընտրել է հարձակման ճանապարհը։ Ուրեմն կամ ինչ որ մի պահ կգա, երբ որ ինքը կհամոզվի, որ էլ չի կարող եւ կգնա հետ քայլը կանի, կամ կփորձի միջև վերջ սեղմել, դե այդ դեպքում արդեն ԱՄՆ-ն այնքան խնդիր ունի ներքին բազում եւ արտաքին, որ եթե ԱՄՆ հեղինակությունը իշխանության հանգարց կասկածի տակ դրվեց աշխարհում եւ ներսում, ուղղակի այն ինչ որ կկատարվի ԱՄՆ-ի ներսում, դա ուղղակի ինչ որ կատարվեց ԽՍՀՄ-ում, դրանք ծաղիկներ կթվան։ Այնպես որ բոլորը ԱՄՆ-ն գնում է վաբանկ, ես կարծում եմ մոտակա շաբաթներում պարզ կլինի, ինչ կլինի։ Հուսանք, որ այն թևը, որոնք ներկայացնում են ազգային ազատագրական պայքարը Իրանում, կկարողանա հաղթել։ Իհարկե, իրենք ազգային ազատագրական պայքար նկատի ունեմ, իրենք Իրանի շահերը սպասարկող թևն են։ Այնպես չի, որ իրենք, չգիտեմ, պրոռուսական են կամ պրոչինական կամ մեկ այլ։ Բայց եթե իրենք գան իշխանության, ապա բնականաբար իրենք Իրանին մտցնելու են այդ բազմաբևեռ աշխարհը կառուցելու process-ի մեջ եւ ակտիվորեն Իրանը դրանում մասնակցություն է ունենալու եւ ԱՄՆ-ին համաշխարհային գերիշխանությունից զրկելու process-ի մեջ ինքը կարևոր դերակատարում է ունենում։ Հիմա ԱՄՆ-ը փորձում է այդ օղակը կարևոր մեջտեղից հանել։ Թուրքիա-Ադրբեջան, ըստ ճշտված տեղեկությունների, Իրանը հարվածել է նաեւ Թուրքիայի ամերիկյան ռազմաբազաներին։ Խնդրեմ։ Դե Իրանը, այո, կհարվածի, դե իրանք ԱՄՆ տարածքին չեն կարող հասնել, իրենք ոչ Ռուսաստան են, չունեն Ռուսաստանի պես հրթիռներ կամ Հյուսիսային Կորեայի պես հրթիռներ, որոնք ունակ են հասնել ԱՄՆ տարածքին։
Հետևաբար Իրանը պաշտպանվելու է այնպես, ինչպես որ կարող է, ինչ հնարավորություններ որ ունի։ Այսինքն հարվածելու է ամերիկյան բազաներին, այսինքն իրականում սրանով ինքը այդ հակաամերիկյան շարժումը ուժեղացնելու խնդիր ունի իր ներսում։ Այսինքն ցույց է տալիս, որ պատերազմը հարևանների դեմ չի, ոչ թե Թուրքիայի։ Պատերազմը ԱՄՆ դեմ է, հետևաբար հարվածում է ամերիկյան ռազմաբազաներին։ Եթե Իրանում իմ ասած թևը ազգային ազատագրական հաղթեց, ապա ինքը կարող է սկիզբ դառնալ արաբական աշխարհը ամերիկյան գերիշխանությունից ազատագրելու համար։ Հիմա Ամերիկան ձգտելու է նաև միմյանց հետ բախման տանել Իրանին եւ իր հարևաններին։ Այսինքն ոչ թե արդեն որ Իրանը հարվածի ամերիկյան բազաներին միայն, այլ որ հարևանները հարվածեն Իրանին, Իրանն էլ հարվածի հարևանների արդեն բուն տարածքներին, ոչ ամերիկյան բազաներին։ Դա ԱՄՆ-ի համար լավ լուծում կլինի, բոլորը բոլորի հետ պատերազմեն, ինքը կողքից նայի եւ դրանից օգուտներ քաղի։ Այնպես որ մոտակա մի 2-3 շաբաթը իմ կարծիքով պարզ կդառնա, որ կողմ է տանում։ Ես կարծում եմ, որ Ալիևը այս ամեն ինչի մեջ մտնել չի ցանկանում։ Վախենում է իր իշխանությունը կորցնելուց, որտեղ ինքը չգիտի էս իր պատերազմը չի սա։ Եթե իրեն ստիպում են մտնել այս պատերազմի մեջ, ուրեմն իր համար կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Իսկ եթե պատկերացրեք մտավ եւ իմ ասած ազգային ազատագրական թևը Իրանում հաղթեց։ Ադրբեջանի հետ ինչ է լինելու։ Պարզ է, որ Ադրբեջանին շատ լավ ձևով հիշեցնելու են եւ Ալիևին իր արածների համար։ Հետևաբար ինքը չի անելու, ինքը ձգտելու է մանևրել, ամեն ձևով խուսափել այս ամեն ինչից։ Իրեն դա պետք չի, իրեն տվել են տարածաշրջանում հարավային Կովկասում առաջատար պետության դերը։ Ինքը հիմա իրեն ձիու վրա է զգում։ Ինչին է իր պետք մտնել մի process-ի մեջ, որի մեջ ինքը դեր չունի, այսինքն ինքը չի որոշում, կառավարիչը ինքը չի։ Հետևաբար ինքը ցկտելու է ամեն ձևով խուսափել այդ ամեն ինչից։ Մանևրել, ժամանակ ձգել, չմտնել այդ ամեն ինչի մեջ։ Որտեղ հետևանքները իր համար կարող են ծանր լինել։ Իսկ Հայաստանը ոնց որ հասկացա, այդ առումով չի մտածում նույնիսկ ասես ասենք ԱՄՆ հետ քայլերի հետ կապված որևէ դիրքորոշում հայտնել։ Արարատ Միրզոյանը շատ տարբեր հարցերում, երբ որ իրենց է վերաբերվում, հիշում է միջազգային իրավունքի նորմերը։ Բայց սա ինչ է, միջազգային իրավունքի որ նորմերով է ասված, որ մեկ այլ պետություն իրավունք ունի ագրեսիա իրականացնել մեկ այլ պետության նկատմամբ։ Դե ցավակցություն հայտնել ուշացումով 3 օր հետո մենք այսպես ասենք Լատինական Ամերիկայի պետություն չենք, որ ասենք դե լավ 3 օր հետո են հայտնել, հարևան պետություններ ենք անմիջական։ Ունենք սահման, ունենք հարաբերություններ, առևտուր եւ այլ, այսինքն ամեն անգամ կարևորել Իրանի դերը, բայց հետո նման ձևով պահել, դե պարզ է, չէ՞, դե Վենսը եկավ, ասես մենք աջակցում ենք այս իշխանությանը։ Բա ոնց կարելի է առաջի օրը, երբ որ դու հայտնում ես, դու պետք է նաև քո այդ հայտարարության մեջ, ոնց ասեմ, ինչ որ դատապարտող գնահատականներ լինի։
ինֆակտից չի մահացել այդ մարդը, որ ցավակցություն հայտնես, որ այդպես հանկարծամա է եղել։ Ամերիկացի կոնկրետ խփել սպանել են։ Դե հիմա դու հայտարարություն ես անում, ուրեմն ինչ որտեղ կարող Ամերիկա անունը չնշես, բայց ինչ որ գնահատական պետք է լինի դրա մեջ, չէ՞։ Որ օրինակ նման դեպքերը անընդունելի են ենթադրենք, կամ սուվերեն պետության նկատմամբ նման ագրեսիան ընդունելի չի, կամ սուվերեն պետության ղեկավարության նկատմամբ նման ձևերով հաշվեհարդար տեսնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Օրինակ, դե ասում չի Միրզոյանը Ռուսաստանի հետ կապված ինչ, եթե մի հարց ա լինում, միանգամից վազում է բացում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ասում միջազգային իրավունքի նորմերով սա խախտում է։ Բայց սա ինչ էր խախտում, չի։ Օրինակ Ռուսաստանի նախագահը իր խոսքում ցավակցական գնահատական է տվել, անողին գնահատական է տվել, անմարտկային եւ այլ գնահատական, դա Տրամպին է գնահատական տվել, դա Տրամպի հրամանով է եղել։ Այսպես, այնպես որ ԱՄՆ-ն շարունակելու է հարվածներ հասցնել այս կամ այն ձևով, ռազմական, ոչ ռազմական բնույթի, տարբեր տեսակի հարվածներ հասցնել Ռուսաստանին եւ իր դաշնակիցներին, ռազմավարական գործընկերներին եւ մյուսներին։ Այնքան ժամանակ է սա լինելու, մինչեւ Ռուսաստանը միջուկային զենքի իմ ասած կալցոն չքաշի եւ այդ ժամանակ արդեն կգան համաձայնության։ Բայց այդ ժամանակ ԱՄՆ-ն կարող է շատ վատ վերջաբան ունենա, եթե հասցնի նրան, որ ԱՄՆ-ում սկսվի ներքին ճգնաժամ դրա պատճառով։ Եվ ուղղակի, չգիտեմ, ասենք փողոցները լցվեն մարդիկ, նույնիսկ ասենք ինչ որ նահանգներ որոշեն, որ իրենք ուզում են դուրս գալ ԱՄՆ կազմից։ Այնպես որ մենք մոտենում ենք այդ այն փուլին, որտեղ բոլորը գնալու են վաբանկ։ Սա նշանակում է, որ Հայաստանի մասով սպասենք կտրուկ հակառուսական գործողությունների, եւ որոնք ավելի, այսպես ասենք, առարկայական դրսևորում կստանան Հայաստանում։ Ներողություն, բայց տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները կամ իրավիճակի չեն տիրապետում, կամ լավ տիրապետում է, եւ դրա համար այս պատկերը խնդրում նաեւ տեխնիկի։ Այս պատկերն է, հետո տարածաշրջան ուղղակի գրակի մեջ է, Իրանում բարեկամ երկրի 30 տարի եւ ավել ամենաարժանապատի ձևով է Իրանը պահել հայ ժողովրդի նկատմամբ պատերազմ է, հոգեոր առաջնորդը սպառնում են, այս մարդիկ վերաշկիով, կուկուռուզով շրջում են Հայաստանով մեկ, դե Փաշինյանն ավտոբուսի տասնատով միջազգային վիճակներն խառնմար է, էլի, այս ձևերով, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը ունեցել է, ունի եւ կունենա ընդամենը մեկ բարեկամ եւ դաշնակից, դա Ռուսաստանն է։ Մյուսները իրավիճակային ըստ իրավիճակի։ Դա չի նշանակում, որ հարևանների հետ պետք է, այսպես ասենք, մանավանդ Իրանի պես հարևանի հետ լավ հարաբերություններ չունենալ։ Բայց Իրանի քաղաքականությունն էլ կարող է դարերի ընթացքում փոխվել, եւ փոխվել է։ Դարերի ընթացքում էլ է փոխվել, բայց այսօր պայքարը այլ բանի համար է գնում աշխարհում։ Այսօր պայքարը գնում է հավաքական արևմուտքի ԱՄՆ գլխավորությամբ գերիշխանությունից ազատվելու եւ ինքնիշխանություն ձեռք բերելու համար։ Սրա համար է պայքարը։ Եվ Ռուսաստանի նախագահը իդեպ անցած տարի դեկտեմբերին դրա մասին ասաց հատուկ ռազմական օպերացիայի հիմնական նպատակը այն էր, որ Ռուսաստանը ձեռք բերի ինքնիշխանություն եւ ինքնիշխանությունը ձեռք բերեց։ Դրա համար են կռվել։ Հետևաբար սրա շուրջ է աշխարհը միավորվելու։ Ոչ թե որ բոլորի շահերը բոլորի հետ պետք է համընկնի, կամ բոլորի կարծիքը բոլորի հետ, չէ։ Բայց մի հարցում, որ չպետք է լինի մեկ պետություն, որ իշխող կլինի աշխարհում եւ ինքը պետք է թելադրի ինչպես կառուցել միջազգային հարաբերությունները, չպետք է լինի։ Սրա շուրջ է։ Հիմա Հայաստանի իշխանությունները ոչ միայն, ոնց ասեմ, այդ փոփոխվող աշխարհին չեն հարմարվում եւ ոչ միայն իրենք չեն դրսևորում ճկունություն հարմարվել այս փոփոխվող աշխարհին եւ դառնալ այդ փոփոխությունների պատասխանատու մասնակից, իրենք ընդհակառակը ամեն ինչ անում են, որ այս ռեգիոնում խանգարեն այդ փոփոխություններին, սպասարկեն
միաբևեռ այդ կոչված աշխարհի պահպանման գործընթացը։ Իրենք խանգարում են, հանգամանք են դարձնում Հայաստանը տարածաշրջանում։ Հետևաբար դարձնում են թիրախ մյուսների համար։ Մենք դարձել ենք ամերիկյան քաղաքականությունը սպասարկող պետություն։ Իհարկե գիտեմ, ոնց կարող են չիմանալ։ Ուղղակի իրենց իրավունք տրված չի այլ բան անելու, քան պերաշկի ուտել։ Պերաշկի ուտելուց այն կողմ իրավունք տրված չի ինչ որ այլ քայլեր անելու։ Դրանց պերաշկի են ուտում։ Դա չի նշանակում, որ իրենք շատ են ուզում, բայց իրենց չեն թողնում։ Չէ, բայց նույնիսկ եթե ուզենան, չեն կարող, որտեվ իրենք մտել են այնպիսի գործընթացի մեջ, որտեղից ելք չկա։ Իրենք չեն կարող ելք ունենալ։ Ինչքան գնում խրվում են այդ գործընթացի մեջ։ Իրենք ինչքան գնում կապվում են այդ գործընթացի թելերով, այդ գործընթացի կառավարիչների հետ։ Դե կամեր իրենց համոզել են, ասել են դուք ինքնիշխան 4-րդ հանրապետության հիմնադիրներն եք եւ մտնելու եք պատմության մեջ որպես այդպեսին, բայց դրա համար դուք պետք է լինեք, ասենք ԱՄՆ քաղաքականության սպասարկողը տարածաշրջանում։ Եվ այդ դեպքում ԱՄՆ-ն դարակից կհանի Վուդրո Վիլսոնի օրինակի համար իրավարար վճիռը 1920 թվականի եւ Հայաստանին կբերի ելք դեպի ծով։ Այն ժամանակ էր, ինչ է, տենց խափեցին մեր քաղաքական գործիչներին, ասին դուք ունենալու եք ելք դեպի ծով։ Վուդրո Վիլսոնը ստորագրել է։ Բրիտանիաները ասեց մենք էլ Սևրի պայմանագիր ենք ձեզ տալիս։ Հսկայական տարածքներ եք ունենալու։ Խափվեցին, ռուսական առաջարկներից հրաժարվեցին եւ դարձանք 10,000 քառակուսի կիլոմետր։ Որից հետո Ռուսաստանը ասաց չէ, դա ձեզ քիչ է, 20,000-ը թուրքերից հետ վերցրեց։ Այնպես որ մոտակա ապագայում պետք է գոտիները ձգել եւ պատրաստ լինել այն իրադարձություններին, որոնք մոտ ապագայում սպասվում են։ Հեշտ չի լինելու։ Դե դա լինում է ամեն օր ինչ որ բան խոցում են, ռուս-ուկրաինական պատերազմ չկա, կա ռուս-ամերիկյան պատերազմ, եւ Տրամպին իշխանության բերելու իմաստը հենց դա է եղել, որ նա պետք էր ԱՄՆ-ին դուրս բերել ուկրաինական կոնֆլիկտից։ Համենայն դեպս համաշխարհային ընկալման առումով ԱՄՆ-ին ինքը պետք է դուրս բերեր ուկրաինական կոնֆլիկտից, փոխարենը առաջ մղելով Եվրոպային, այսինքն որպեսզի Եվրոպան կռվի Ռուսաստանի հետ, բայց կառավարիչը լինի ԱՄՆ-ն։ Հիմա զենքի զգալի մասը ԱՄՆ-ն տալիս է Ուկրաինային Եվրոպայի միջոցով։ Դրան գումարած Տրամպը նախապատրաստում է պատերազմ Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև, որը որ ձեռնտու է միայն Միացյալ Նահանգներին։ Ռուսաստանը հակառակը ԱՄՆ-ին փորձում է հետ պահել այդ քայլից եւ ստիպել, որ ինքը իր վրա պատասխանատվություն վերցնի։ Բայդենի օրոք ԱՄՆ-ն դարձել էր կոնֆլիկտի կողմ եւ Ռուսաստանին դա ձեռնտու էր, որտեվ այդ դեպքում այդ իմ ասած կալցո քաշելը հիմնավոր էր դառնում արդեն, բայց այսօր Տրամպը խաղաղություն բերող, խաղաղության խորհրդի ղեկավար, ոնց կարելի է Տրամպի նկատմամբ կալցո քաշել։ Բայց քաշելու այդ օրը գալու է, Տրամպի այդ աշխարհին խաբելու ժամանակը վերջանում է։ Մի տարի խաբեց, հիմա կամաց աշխարհը գալիս է նրան, որ ոչ մի խաղաղարար Տրամպ չկա, որ դա Բայդենի շարունակությունն է,
որ չկա ոչ մի պայքար գլոբալիստների դեմ ԱՄՆ-ում։ Չկա նման պայքար, հորինված է այդ պայքարը։ Ուղղակի ԱՄՆ օլիգարխիան փոխեց տակտիկան Ռուսաստանի դեմ պատերազմում, այդքան բան, ոչ ավել։ Եվ երբ որ այդ օրը գա, որ հասունանա այդ կալցուն քաշելու ժամանակը, Ռուսաստանը կքաշի։ Եվ այդ ժամանակ արդեն տեսնենք, թե ԱՄՆ-ն ոնց է շատ գեղեցիկ ձևով հետ քայլ անում։ Պուտինը ուզում է տալ Տրամպին արժանապատիվ հետ քայլ անելու հնարավորություն։ Հիմա Տրամպը պետք է օգտվի դրանից։ Չի օգտվի, դե մեղքի իր վիզը, ինչ ասեմ։